Դուք կոնկրետ վիճում եք Հայդալեկի ու Լիլիթի հետ։ Այո, որովհետև այսինքն դու գալիս ես մեջքից խփում ես։ Ես նկատել եմ, որ դուք միմյանց չեք հետևում։ Հայդալեկին ես եմ երկկողմանի unfollow արել։ Ինչու։ Այդպես։ Լիլիթին ինձ unfollow էր արել, անկեղծ, Լիլ, չգիտեմ ինչի։ Որոշեցիր անել առաջին քո պրոդյուսերական աշխատանք Հայրիշխանությունը, որը բեմում խաղացիք 2 անգամ եւ հետո դադարեց այն։ Սրա մասին երևի առաջին անգամ կխոսեմ, որ ինքնուրույն չկարողացա հաղթահարել ու ինձ հոգեբանը շատ է օգնել։ Գումար, ընկեր, երազանք, շատ բան կորցրեցին մի անգամից։ Այնտեղ դու խաղում էիր դերասան Կարեն Հովհաննիսյանի հետ։ Գուցե այդ պրոյեկտի շուրջ հավաքված էինք ոչ այնքան սրտացավ մարդիկ։ Բայց դուք հիմա նույն հեռուստանախագծում միասին նկարահանվում եք։ Այո։ Եղել է ձեր կյանքում շրջան, երբ դու դոմինանտ ես եղել ընտանիքում։ Չի կարելի անդադար լինել տղամարդու կողքին դոմինանտ։ Պետքա շատ աղջիկական հասկանաս, որ պահին է պետք մի քիչ sense գազ տաս, որ պահին որ դու ուսի-պուսի չկայես։ Ժամանակին Վահանի համար շատ բաներ էր դժվար։ Մարդկանց հետ շփվելը, ընկերություն անելը, մտածել ենք, որ վերջ։ Մենք հավանաբար կապրենք յուրաքանչյուրս իր կյանքով։ Ողջույն Breakpoint-ի տաղավարում այսօր դերասանուհի Ռուզաննա Մանուչարյանն է։ Ռուզաննա, ինչպե՞ս ես։ Շատ լավ, Աննա ջան, շնորհակալ եմ հրավերի համար, ինձ շատ հաճելի էր ու սպասում էի ես։ Այո, երկար ժամանակ պահանջվեց, մինչև ստացվեց մեր հանդիպումը։ Առհասարակ սիրում ես հարցազրույցներ։ Նայածում մոտ։ Հուսանք այսօր սիրով կգնաս այստեղից։ Այո, եթե ես ներկա եմ, ուրեմն ես սիրով եմ եկել։ Ռուզաննա, սոցցանցերում շատ ակտիվ ես։ Առհասարակ այնտեղ կիսվում ես քո կյանքի նաև բարդ ու դժվար փուլերով։ Սկսել եմ կիսվել, այո, որովհետև հասկացել եմ, որ Instagram-յան այդ գունավոր, սիրուն, իդեալական կերպարների հետևում ամեն դեպքում կանգնած են իրական մարդիկ, ովքեր իրենց կյանքում նաև պարտություններ են ունենում։ Իսկ չես վախենում նաև այդ դժվար փուլերը ներկայացնելուց հետո արձագանքից, որոնք գուցե նաև ոչ այդքան դրական լինեն։ Սկզբում չներկայացնելուց առաջ, երբ որ դեռ մտածում էի, որ հեյթ կլինի, կարող չհասկանան, բայց հետո երբ որ կիսվում ես, նախ այդ մարդիկ են հասկանում, որ դու ավելի կենթանի ես, ու ես իրենցից շատ մեծ էներգիա եմ ստանում, անկեղծ։ Դրանք լոկ թվեր չեն, հասկանում եք, ես ամեն օր այդ story դիտումները, reel դիտումները, երբ որ աչքերս փակում եմ ու պատկերացնում եմ, որ այդ թվերը իրական մարդիկ են, ես դրանից շոյվում եմ ու ինձ ավելի ուժեղ եմ զգում։ Այնտեղ նաև մի քանի այդպիսի գրառումներ ես արել, որոնցից մեկը ես առանձնացրել եմ անցած տարի, երբ դու որոշեցիր կտրել քո երկար վարսերը, դա շոկ էր բոլորի համար։ Ուզում եմ անդրադառնալ եւ հենց մեջ բերել այն գրառումը, որը ցավոտ կետից ենք սկսում։ Ահա, ծանր սկսենք, որ թեթև ավարտենք։ Գրել էիր, որ վերջին անգամ եք տեսնում ինձ այս երկար մազերով եւ բացատրել էիր իրավիճակն այսպես, որ լինում են ժամանակներ, երբ հասկանում ես, որ ուզում ես փոփոխություններ կյանքում եւ ուզում ես ազատվել կեղծավոր մարդկանցից եւ ներս թողնել քո կյանք ինչ որ նոր մի բան։ Շարունակությունը էլ չկարդամ, այստեղ ամենակարևոր կետը վերապրեցի այդ պահը։ Կարևոր կետը կեղծավոր մարդիկ էին եւ այն, որ դու ուզում էիր ինչ որ բաներ թողնել անցյալում։ Այո։ Արի հիշենք այդ իրավիճակը, ինչ էր իրականում տեղի ունենում։ Այնքան հավես է, ես պիտի հետ գնամ մի հատ նախորդ տարվա իմ post-երը նորից կարդամ, վերապրեմ ու պաչիկ անեմ այն Ռոզաննային ու ասեմ ապրես դու, որ կարողացար, որովհետև այս հենց այն կետերից է, որին անդրադառնալու համար ինձ երկար ժամանակ էր պետք։ Ճիշտ ամբողջությամբ չեմ բացել, թե ինչ ա եղել, ինչի եմ այդպես գրառում արել, բայց դա դժվար օրեր էր ինձ համար, բայց ես արեցի այդ քայլը։ Եվ արեցի այնպես, ինչպես որ գրել եմ, ազատվել եմ եւ մարդկանց, այսինքն իմ շուրջը մաքրել եմ, ազատել եմ, միշտ այդպես է, չէ՞, ասում են անգամ տանը չպետքական իրերը դեն նետեք, որ նորի համար տեղ բացեք ու ես այդպես արեցի, դա աշխատեց։ Օգնեց մազերը կտրելը։ Թե միայն այդքանով չօգնեց, որովհետև ես այդ փուլում շատ նեղացած էի, շատ ընկճված էի, ինձ համար պետք էր փոփոխություն ոչ միայն արտաքնապես, այլ նաև հենց կյանքում։ Եվ դա եղավ այն ամենակարևոր քայլերից մեկը, որը դու սկսում ես արտաքնից, չէ, եւ արդեն գնում ես դեպի հոգեվոր արժեքների։
Առհասարակ դու կյանքում շատ ռիսկային մարդ ես եւ դա նաեւ եկել է քո մանկությունից, որովհետեւ քո ծնողները կրկեսի արտիստներ են ու միշտ ռիսկի վրայով են քայլել, դու ինքդ էլ շատ վտանգավոր հնարքներ ես ժամանակին արել։ Կյանքում եւս այդպիսի ռիսկային քայլեր ես անում հաճախ։ Այո, ես սիրում եմ ռիսկը, որովհետև նախ եւ առաջ դա նոր հնարավորություններ է տալիս, դու երբեք չգիտես այդ ռիսկի հետևում ինչ կունենաս, պարտություն թե հաղթանակ, հենց այդ է, որ դու գնում ես, չիմանալով ուր ես գնում, բայց այդ շատ հավես է։ Ես այդպես եմ սովոր մանկուց։ Երևի իմ ծնողներից ինչ տեսել եմ սովորել։ Ես միապաղաղ չեմ սիրում։ Ինձ համար այդ վայրեջքները, վերելքները պետք է անդադար լինեն կյանքում։ Այդպես եղավ նաև, երբ որոշեցիր 18 տարեկանում Հայաստան վերադառնալ։ Հետո երկար տարիներ աշխատում էիր Բոհեմ թատրոնում, որոշեցիր դուրս գալ։ Այո։ Բայց իմ կյանքի բոլոր սպոնտան որոշումները փորձը ցույց է տալիս, որ ամենաճիշտն են։ Բայց դժվար է այդ սպոնտան որոշումներին գալիս։ Սարսափելի դժվար, շատ դժվար։ Դու չես պատկերացնում ինքս իմ վրայով անցնելով։ Տես ես գիտակցում եմ, որ պիտի արդեն այդ քայլը անեմ, չէ՞, որովհետև չի կարելի միշտ մնալ նույն կետում։ Նույն կետում մնում են վախկոտ մարդիկ, ովքեր վախենում են ինչ-որ բան կորցնելուց, բայց ախր այդ կորցնելուց հետո դու նոր բաներ ես, չէ՞, ձեռք բերում։ Այդ գիտակցության գալն է դժվար։ Երևի ենթագիտակցորեն եմ գնացել այդ քայլին, չգիտեմ, ստացել։ Մի քիչ արի բացենք փակագծերը եւ կապենք մեր խոսակցությունը հենց այդ մազերի կտրելու հետ։ Դա այն ժամանակներ, երբ դու որոշեցիր անել առաջին քո պրոդյուսերական աշխատանքը եւ ներկայացնել թատերական ներկայացում Հայր իշխանությունը, որը բեմում խաղացիք 2 անգամ եւ հետո դադարեց այն լինել։ Այո։ Ինչու՞։ Դա իմ որոշումն է եղել, որպեսզի պրոյեկտը փակվի։ Աննա ջան, այդպես ստացվեց։ Ես առհասարակ կարծում եմ, տեսեք, ես հիմա նոր ներկայացման մեջ եմ արդեն զբաղված, որպես դերասանուհի, երբ որ համեմատականներ եմ անցկացնում, ես հասկանում եմ, որ ամեն դեպքում սրտացավությունը պրոյեկտի կայացման գլխավոր գրավականն է։ Բացի որ դու դա դիտարկում ես որպես պրոյեկտ աշխատանք, պետք է անպայման սրտացավ լինես։ Այսինքն սիրտը ցավ է այդ պրոյեկտի համար։ Դու ուզենաս, որ ինքը երկար կյանք ունենա։ Գուցե այդ պրոյեկտի շուրջ հավաքված էինք ոչ այնքան սրտացավ մարդիկ։ Դրա համար այդ ճակատագիր ունեցավ, բայց էլի առանց որևէ մեղադրանքի, որովհետև իսկապես դա իմ որոշումն է եղել պրոյեկտը փակել։ Ես հետո իհարկե շատ ծանր ապրումների մեջ եմ հայտնվել, որի շնորհիվ էլ ազատվեցին վարսերից, որովհետև ինչպես գիտենք, մազերը էներգիա է, իսկ ներկայացման մեջ ես Եվայի կերպարով էի հանդես գալիս ու շատ կարևոր էր մազերի այդ ֆորման, այդ վիճակները, գնացի կտրեցի, որ հանեմ իմ կյանքից այդ ներկայացումը։ Այնտեղ դու խաղում էիր դերասան Կարեն Հովհաննիսյանի հետ եւ մեկ այլ հարցազրույցում լսել եմ, որ ասում ես դու կեսից հասկացար, որ դու ներկայացման մեջ երկրորդ պլանում ես հայտնվել։ Դա էր նաեւ այն շոկը, որ քեզ ստիպեց գալ այդ որոշմանը։ Չէ, բացարձակ ես եսակենտրոն մարդ չեմ, քավլիցի։ Ես կարող եմ լինել նաեւ ստվերում ու թույլ տալ, որպեսզի իմ պարտները գա առաջին պլան, բացարձակ ինձ դա ասել են։ Երբ որ ներկայացումը նայել են, ես չեմ մտածել դրա մասին, որովհետև դա ես այդ պրոյեկտին վերաբերվել եմ որպես իմ երեխային, հասկանում ես։ Դու ամեն ինչ անում ես, որ ինքը երկար կյանք ունենա ու դու քո մասին չես մտածում, որովհետև մաման չի բերում իր առաջին պլան, ինքը մտածում է իր երեխայի մասին։ Չէ, այստեղ այդ խնդիրը ես չեմ ունեցել։ Ոչ դա չի եղել պատճառը, որ անձնակազմը մարդիկ, ովքեր քեզ հետ միասին ներգրավված էին այդ պրոյեկտում, սրտացավ չէին, ինչպես դու նշեցիր։ Ես այդպես եմ կարծում, որովհետև հիմա, երբ որ ես էլ եմ ասում համեմատական եմ անցկացնում այս ներկայացման մեջ, ես նվիրում եմ ինձ հենց այնպես, ինչպես նվիրել եմ նախորդ իմ պրոյեկտին։ Ես այդպես եմ մտածում, այո։ Քեզ համար որոշումը ցավոտ էր, որովհետև ամեն դեպքում գումար, ժամանակ, էներգիա եւ առաջին նախագիծն էր վստահաբար ցավոտ էր, որովհետև դա իմ երազանքն էր։ Այսինքն ստացվում է այնպես, որ իմ երազանքը իրականացավ, բայց ես դրանից հրաժարվեցի։ Շատ դժվար էր ինձ գալ այդ որոշմանը, որ վերջ ես պիեսը պատռում եմ ու այլևս էլ չեմ անդրադառնում դրան։ Այդպես էլ եղել է, ես չգիտեմ այդ պիեսը որտեղ արդեն։ Իհարկե դա իմ պատվերով պիես էր, ուզում եմ նշել անպայման, որ պիեսի հեղինակը գրել է պիեսը իմ պատվերով։ Բոլորը վճարվել են,
Բայց այդպես ստացվեց։ Դու այդ փուլը համարում ես պարտություն։ Այսօր ոչ, այսօր արդեն ոչ, որովհետև ես այդ պարտությունը ընդունեցի։ Իսկ ո՞նց ընդունեցիր։ Մեծ դժվարությամբ, շատ ծանր օրեր եմ ունեցել։ Ես պիտի խոստովանեմ, որ հիմա սրա մասին երևի առաջին անգամ կխոսեմ, որ ինքնուրույն չկարողացա հաղթահարել ու ինձ հոգեբանը շատ է օգնել։ Արդեն պատկերացրեք ինչ էր հետս կատարվում, որ չեմ կարողացել հաղթահարել։ Իսկ այդ քո ներքին ապրումների մասին ինչ հոգեբանին դիմելը պատմում էր, օրինակ թեկուզ Վահանին կամ քո ընկերներին։ Այո, Վահանը ինձ հետ է եղել, իմ ձեռքը բռնած, իմ ծնողներն էլ են տեղյակ եղել այդ իրավիճակից։ Գուցե ինչ որ մեկի համար դա հասարակ մի բանն է, դե հիմա պրոյեկտը ամբողջ խնդիրն է, որ պրոյեկտը չեմ կարող անվանել չստացված։ Պրոյեկտը իսկապես ստացված էր։ Պիեսը կատարյալ պիես էր։ Ամեն ինչ շատ սիրուն էր, բայց այդպես դասավորվեց, որ պետքա սա կյանք չունենար։ Երկու անգամ խաղացինք եւ վերջ։ Դու դա առանձին ես որոշել, չէ՞, դերասանական անձնակազմի համար ես եմ որոշել, այո։ Անակնկալ էր որոշումը։ Այո։ Իրենք ինչպես ընդունեցին։ Չգիտեմ։ Չեք խոսել այդ թեմայով։ Ոչ։ Ստացվում է, որ այդ կյանքի փուլում, երբ որոշեցիր կտրել վարսերը, դու գրեցիր, որ ուզում ես ավելորդ կեղծավոր մարդկանցից ազատվել, դա վերաբերում էր հենց այդ դրվագին քո կյանքի։ Այդ դրվագի, բայց ոչ կոնկրետ այդ մարդկանց, որովհետև ելի եմ ասում, պրոյեկտին շրջապատում էին շատ մարդիկ։ Ոչ միայն այն մարդիկ, ովքեր զբաղված էին, այլ պատկերացրեք այդ շրջանները սենց մեծանում է, անդադար խոսակցություններ, անդադար քննարկումներ եւ շատ ժամանակ ոչ տեղին ու ոչ արդար։ Այո։ Ռոզաննա, մի քիչ էլ հետ գնանք ու այդ հոգեբանի հետ աշխատելու ընթացքի մասին ավելի մանրամասն խոսենք։ Հաճախ այդպես լինում, որ իսկապես չկարողանաս միայնակ ինքդ քեզ հավաքել ու այդտեղ պետք լինի հոգեբանական աջակցություն։ Չէ, սա իմ կյանքում առաջին անգամ էր, երևի թե ամեն ինչ գումարվեց իրար, ֆինանսի կորուստ, որը քիչ չէր։ Ընդամենը 2 անգամ խաղալու համար այդքան մեծ գումար ներդրում անելը այդքան էլ ճիշտ չէր, բայց հիմա գումար էր, եթե գաղտնիք չէ։ Չեմ ասի, բայց շատ այն մարդկանց, ովքեր գիտեն արժեքների մասին, ում որ ասում են քո այդ ամեն ինչ նորմալ է եղել, որ դու այդքան գումար ես ներդրել, եւ այդ գումարը ամբողջությամբ եղել է իմ վաստակած գումարը։ Մենք չենք ունեցել հովանավորներ, ես ինչ որ բանից ինձ զրկել եմ, այդ գումարը ներդրել եմ ներկայացման կայացման մեջ։ Բայց ինչեւ է, հիմա շատ հանգիստ եմ արդեն դրա մասին խոսում, որովհետեւ ես դա հաղթահարել եմ։ Իսկ ինչքան ժամանակ անհրաժեշտ եղավ, որ այդ մայիսի 23-ին էր մեր նախորդ պրեմիերան, մինչեւ վերջերս։ Ես ինչի դիմեցի մասնագետի նաև այդ հարցով, որովհետև ելի եմ ասում գումար, ընկեր, երազանք, առողջություն, շատ բան կորցրեցի մի անգամից ու դրա համար ու չէի կարողանում բաց թողնել։ Ես զգում եի, որ իմ մեջ ինչ-որ բացասական բաներ է հավաքվում, որոնց հետ ես չեմ կարողանում հաղթահարել։ Իսկ իմ միտքը միշտ պետքա պայծառ լինի, որ ես նոր պրոյեկտներ կարողանամ գեներացնել, էլի իմ մտքում։ Գուցե պետք էր այդ պահին խոսել հենց քո ընկերների հետ, ում դու խաղում էիր։ Գուցե այդպես ավելի հեշտ հաղթահարեիր։ Ինչու։ Այսպես ավելի ճիշտ էր ինձ համար։ Հեշտ ճանապարհները լավ տեղ չեն տանում։ Բայց դուք հիմա նույն հեռուստանախագծում միասին նկարահանվում եք։ Այո, որովհետև երկուսս էլ գերպրոֆեսիոնալ մարդիկ ենք։ Ես իմ անունից եմ ասում, իմ մասին։ Այո, եւ դա մեզ չի խանգարում ընդհանրապես։ Նույն Նարեկ Մանուչարյանն էլ սցենարն է գրում մեր։ Այդ փուլը անցանք, հիմա եւ փառք Աստծո, որ ես դա հաղթահարել եմ ու անպայման ուզում եմ նշել, որ ես այնքան շնորհակալ եմ այդ փուլին, անկեղծ բոլորին եմ շնորհակալ։ Հիմա լրիվ անկեղծ եմ էլի ասում, իմ մեջ ոչ մի գրամ այլևս բացասական նոտա չկա։ Ինձ դա պետք էր, որ ես անցնեի, հաղթահարեի, լիքը բան սովորեի ու հասկանայի։ Նաև խոսենք Վահանի հետ ընտանեկան հարաբերություններից եւ աշխատանքային։ Դուք ինչ որ պայից որոշեցիք, որ չեք ուզում վստահ միասին աշխատել նույն տեղում։ Այո, մենք որոշել ենք։ Այդ գիտեք, երբ որ Վահանը դեռ թատրոնում էր, Պատանի հանդիսատեսի թատրոնում, ես իրան միշտ ասում էի, արի ոնց որ
գամը տեղ էլի, որ Բոհեմից դուրս է եկել, ես անդադար թատրոն էի փնտրում, որ լինեի թատրոնում, ինձ համար կարևոր էր, վայ չի ասում էր, եթե դու գաս պատանի հանդիսատեսի թատրոն, ես դիմում կգրեմ ու դուրս կգամ։ Ու այդպես մենք որոշեցինք, որ մենք այլևս միասին չենք խաղալու թատրոնում։ Պրոյեկտներում նկարահանվել ենք, բայց ամեն մեկս տարբեր զույգով, բայց հիմա թող սա լինի էքսկլյուզիվ ձեզ համար, որովհետև երբեք չեմ խոսել այս նորության մասին, անգամ իմ շատ մտերիմ ընկերները չգիտեն, շուտով կլինի ներկայացում, որտեղ որ ես կփոխարինեմ մեկ այլ դերասանուհու ու Վահանի հետ զույգ կխաղանք արդեն թատրոնում։ Դա այն ներկայացումն է, որտեղ Վահանը համբույրի տեսարան ունի։ Ոչ, չէ։ Այլ հասկանալ է, նոր ներկայացում։ Մի խոսքով փոխել եք որոշումը եւ այդտեղ արդեն պետքա նորից խուսափել կոնֆլիկտներից ընտանեկան։ Որոշման փոփոխությունը գիտես ինչի հետ էր կապված, հայրիշանություն ներկայացման հետ կապված, որտեվ ես չէ ասեցի Վահանը չի խաղալու այս ներկայացման մեջ, ինչ եմ ասում, ես շնորհակալ եմ, որտեվ որևէ մեկը մեղավոր չէ, իմ ընտրությունն է եղել, չէ՞ ի վերջո։ Ես ասել եմ ոչ, Վահանը չի խաղալու երբեք իմ հետ, բայց այդ ներկայացումից հետո հասկացա, որ սոտքի ամենասրտացավը ինձ համար իմ ամուսինը կլինի։ Դրա համար հիմա արդեն սենց անհամբեր սպասում եմ, երբ գալու այդ օրը, որ մենք միասին խաղանք, ինձ թվում է շատ ստացված կլինի։ Դու եւ Վահանը շատ դժվար ճանապարհ եք անցել ու դու պատմել ես, որ ձեր հարաբերությունների ամենասկզբից փրկողակի պես կանգնել ես Վահանի կողքին ու երկար ժամանակ դիմացել ես եւ օգնել ես, որպեսզի ինքը դժվար իրավիճակից դուրս գա, եւ դու ինքդ լինելով շատ ուժեղ բնավորությամբ կին, եղել է ձեր կյանքում շրջան, երբ դու դոմինանտ ես եղել ընտանիքում։ Հիմա ինչպես ես կարողանում լինելով ուժեղ, քեզ մի քիչ հետ պահել եւ չլինել դոմինանտ քո եւ Վահանի հարաբերություններում։ Ինձ թվում է յուրաքանչյուր կինել հարաբերության կյանքի ընթացքում բոլորի մոտ լինում են պահեր, որ պետքա դոմինանտ այդ բառից պետք չի խուսափել ու վախենալ, որովհետեւ ինքը իր մեջ բացասական ոչինչ չի կրում։ Հակառակը դու քո ընտանիքի ղեկը, հա, այսպես ասած, վերցնում ես քո ձեռքը, որովհետև հասկանում ես, որ հիմա այս պահին պետքա քո զուգընկերոջը դադար հանգստանա, որովհետև ինքն էլ է մարդ, ինքն էլ հոգնելու իրավունք ունի։ Մեծ հաճույքով եմ հիմա, այդպես թույլ չեմ կարող ասել, որովհետև համենայն դեպս ես թույլ չեմ կարող լինել։ Այնպես չի, որ Վահանը ուզում է ես թույլ լինեմ, չէ, բայց հարաբերությունների ներսում ես արդեն այո կարողանում եմ ասել դու Այսինքն դա անում ես գիտակցաբար։ Իհարկե, որովհետև չի կարելի անդադար լինել տղամարդու կողքին դոմինանտ։ Չի կարելի։ Պետքա շատ աղջիկական հասկանաս, որ պահին է պետք մի քիչ sense գազ տաս, որ պահին որ դու ուսի-պուսի չկայես։ Իսկ այդ շրջանում, հա, բալանսը գտել ես։ Իսկ այդ շրջանում, երբ դոմինանտը դու էիր, դա Վահանին խանգարում էր։ Չէ, բացարձակ, որովհետև ես դա անում էի բացառապես մեր ընտանիքի ներսում, մեր ընտանիքի համար։ Ես ինձ թվում է շատ լավ հատկություն ունեմ, երբ որ մենք մեր ընտանիքից դուրս ենք լինում, ես կարողանում եմ անգամ եթե այդ պահին, հա, մեր կյանքի փուլում ես եմ դոմինանտ ընտանիքում, ցույց տալ, որ ոչ, իմ ամուսինն է, ամուսնուս կողքին նոր ես եմ։ Ես ինձ էլի եմ, այդ տեսեք, այն նախորդ հարցին գնացինք, ես այդ խնդիրը չունեմ ինձ առաջ բերելու։ Ես շատ լավ կարողանում եմ կազմակերպել ու իմ հոտառությունը շատ լավ է աշխատում։ Չնայած սուտ կլինի, որտեղ ոնց որ այդքան լավ չէր աշխատում, բայց ինչ որտեղ գալիս է, որ ես շատ լավ կարողանում եմ կազմակերպել։ Ղեկավարել բառը չեմ սիրում, որովհետև տղամարդիկ շատ խուսափում են էլի այդ բառից, բայց այո, ընտանիքում պետք է կարողանաս ամեն ինչ սիրուն իր տեղը դասավորես։ Դա կազմակերպչական աշխատանք է։ Ու երբ որ Վահանի մոտ հոգսը շատանում էր, հա, ֆինանսը, աշխատանքը, SNN-ն 1000 ու մի հարց կենցաղային կալուծելու, այստեղ այ իմ դոմինանտությունը ես վերցնում էի ղեկը իմ ձեռքը ու սկսում էի, վան հիմա սա պիտի անենք, հիմա սրա համար ենք գումար հավաքում, որ ես անենք, հետո նա։ Ու այդ պահին խելացի տղամարդը, խնդրում եմ ուշադրություն, թույլ կտա
գնալ կնոջ հետևից։ Վահանը շատ ծանր կյանք ա ունեցել, ապրել։ Հիմա մենք չենք անդրադառնում դրան, որովհետև ամեն ինչ լավ է ու պետքա նայել առաջ։ Բայց այո, ժամանակին Վահանի համար շատ բաներ էր դժվար։ Մարդկանց հետ շփվելը, ընկերություն անելը, տնից դուրս գալ, ինչ որ մի առիթի գնալը, անդադար բան չէ։ Հիմա սենց, հիմա մենք պիտի գնանք, էս պետքա։ Բա դա եթե դոմինանտություն չի, բա ի՞նչ է։ Ես էի ամեն ինչ անում։ Փորձում եմ սենց իրան բերեի ոնց որ կյանքի ռիթմի մեջ ներգրավեի։ Այդ շատ դժվար է։ Դա կենցաղային հարցեր չի, էլի։ Բայց նաև կենցաղումը ձեզ համար շատ դժվար է եղել, հատկապես առաջին տարին ամուսնության, երբ դուք չէիք կարողանում միմյանց հարմարվել։ Հա, մի քիչ դժվար էր, երկուսիս կյանքում էլ ծանր փուլեր էր, բայց կարողացանք, տեսեք, հիմա էլ է մեր կյանքում, այսինքն արդեն մենք 9 տարի միասին ենք 10։ Պահեր լինում են, այդ առաջին մի քանի ամիսը չի։ Կյանքում պահեր լինում են, որ անհաշտություն, անհամաձայնություն, դժվար է ամեն ինչ, վերջ, քեզ թվում է սա վերջն է, բայց մենք գտել ենք այդ բալանսը, որ կարողանում ենք դուրս գալ անգամ այն իրավիճակից, որ թվում ենք, որ սա մեր համատեղ վերջին կանգ առնա։ Հաճախ է այդպես թվում, որ իսկ Բայց եղել են նման իրավիճակներ, դեպքեր, որ այո։ մտածել եք չի ստացվի։ Այո, մտածել ենք, որ վերջ, մենք հավանաբար կապրենք յուրաքանչյուրս իր կյանքով։ Ու ի՞նչն է ձեզ հետ պահել։ Սերը, մենք շատ ենք սիրում իրար։ Ու ես դա զգացել եմ։ Երբ որ ինձ թվում էր, որ արդեն սեր չկա, սենց այն որ սենց աղջկական մտածում ես, վերջ ինքը ինձ չի սիրում, ես հասկացել եմ, որ մեզ ոչ երեխան, որտեղ շատ վատ է, եթե ամուսիններին միայն երեխան է կապում։ Երեխայի ձատ մենք անգամ չենք քննարկել, էլի, երեխայի լինելը։ Ոչ, մենք սիրում ենք իրար։ Ու Վահանն էլ ապացուցել, որ սիրում է ինձ, ես էլ ապացուցել եմ եւ ապացուցում եմ արդեն 10 տարի, որ սիրում եմ։ Իսկ այդ մտքերը հիմնականում քեզ մոտ էին առաջ գալիս, այդ որ գուցե գնանք առանձին Ոչ, երկուսիս։ Մենք խոսում ենք ու հասկանում ենք, որ մենք էլ չենք կարող իրար օգնել ենք։ Կենցաղում ի՞նչն է ամենաշատը ձեզ խանգարում ու այդտեղ կոնֆլիկտ առաջացնում։ Վահանի մոռանալը։ Որ ես աղբը այսպես դնում եմ, ասում եմ, Վահան, խնդրում եմ կտանես։ Հա, կյանք։ Ու այդ աղբը 5 օր մնում է այդտեղ։ Ինքը չի տանում։ Որ կարողա մենք պայմանավորված լինենք երեկոյան իմ փորձն է թատրոնում, ինքը ասի, «Օ, կգամ կնայեմ փորձ», ասում, «Հա, ինչ լավ է, ոգևորվում եմ»։ Ինքը մոռանում է, որ այդ օրը պիտի գա փորձնայի։ Չէ, sense շատ փոքր մանր բան է, ավելի շատ իր մոռաց կոտությունը։ Իսկ կենցաղում քեզ օգնում է։ Նայած երբ, չէ, ավելի շատ չէ, քան հա։ Ասում եմ, «Վահան, հոգնում եմ, ինձ մի քիչ օգնի»։ Ինքն էլ, «Վայ, կյանք սպիտակ շորերով եմ, չեմ կարող այս տանեմ, այս վերցնեմ»։ Հիմա սկսել է։ Օրինակ երեք պրեմիերայից ծաղիկները որ դասավորում էի, ինքը ինձ օգնում էր, մինչև գիշերը 3-ը մենք ծաղիկներ էինք մշակում, դասավորում։ Ոնց որ քիչ քայլ է անում ու ինձ դա շատ է դուր գալիս։ Արի մի քիչ էլ անդրադառնանք էլի քո կյանքի մի հետաքրքիր փուլի, երբ դու մասնակցում էիր Arm Games խաղերին, մեծ խաղերին։ Այդ խաղերի շուրջ միշտ քննարկումները շատ են, հաճախ մարդիկ տեսնում են թեժ վեճեր, կոնֆլիկտներ, որոնցից մեկը օրինակ եղավ քո Կարինա Արոստամյանի եւ Հայդալեկի ու Լիլիթ Գալստյանի միջև։ Իրականում այդ կոնֆլիկտները կային, թե դրանք խաղի շրջանակում էին։ Չէ, այդ կոնֆլիկտը իրական էր։ Իրական չէր մի քիչ մոնտաժային ստիկովկաները ու իմ բարի վրա տու դնելը, որը մարդկանց մոտ առաջին տպավորությունը Ռուզանա Մանչարյանը հայհոյել է։ Ու այդ վիդեոն սենց պուճուրիկ կտրեցին, սկսեցին տարածել, հայհոյել, հիմա մի քիչ ավելի կիրթ եմ ասում, այն մյուս բառը Ռուզանա Մանչարյանը ու տակը ինչ ասես գրում էին։ Բայց այդտեղ հայհոյանք չի հնչել։ Ես քանի որ ունեմ ռուսական կրթություն, ես շատ լավ տիրապետում եմ, էլի, հայհոյանքներին ու չհայհոյանքներին։ Շատ լավ գիտեմ, որն է հայհոյանք, որը չէ։ Ու ես այնքան գիտակից մարդ եմ, եւ սթափ, որ հասկանում եմ, որտեղ եմ գտնվում ու ռեքի ժամանակ ես ինձ թույլ չեմ կարատամ հայհոյեմ։ Դե բայց եկեք հասկանանք, որ դա շոու է, դա ռեալիթի շոու է եւ եկեք հասկանանք մի շատ կարեւոր ու պարզ բան։ Մեր հայ հասարակությունը ռեալիթիներին պատրաստ չի։ Որովհետեւ երբ որ ես նայում եմ դրսի ռեալիթի շոուները, այդ ինչ էր այնտեղ կատարվում, այդ դա է շոուն, երբ որ դու նայում ես ու ադրենալին ես ստանում դրանից, ինչ որ դու էլ ես այդ հա արի
Վիկտորիան միացավ մեզ։ Շնորհակալ եմ։ Բաչա։ Վիկտորիա, արի մի քանի հարցել քեզ տամ։ Չէ։ Բասի։ Բաչկանամ գնա։ Այսպիսի ջերմ հարաբերություններ։ Իմ սերն է։ Այո, պատրաստ չեն, որովհետև էլի եմ ասում, չեն հասկանում, անմիջապես բացասական են ընկալում բոլորին, բայց վերադառնալով հարցիդ, կոնկրետ այդ կոնֆլիկտը իրական էր։ Ես շատ տաքարյուն եմ ու ես տանել չեմ կարողանում անարդարությունը։ Ով ուզում է, որտեղ ուզում է լինի, ես հաստատ պատասխանը տալու եմ ու այդպես էլ ստացվեց։ Դուք կոնկրետ վիճում եք Հայդալեկի ու Լիլիթի հետ։ Այո, որովհետև այսինքն դու գալիս ես մեջքից խփում ես քարը, որ ինչ, օրինակ, որ ինչ։ Դե դա այնտեղ արդարացում էր, որ խաղ է եւ բայց ես օքեյ, բա մարդկային հիմա Լիլիթն ասում էր, դա տեղ չի, որ լավ աղջիկ խաղանք։ Լավ։ Ես բան չունեմ ասելու, դա ընտրությունն է յուրաքանչյուր մարդու, բայց ես կոնկրետ այդպես չէի անի։ Ես ուրիշ տեղ կխաղայի, որտեղ լիքը ունենք խաղալու հնարավորություններ, էլի։ Ես դա չի անի։ Եվ ես համարում եմ դա իմ հանդեպ արած ոչ այնքան կոռեկտ քայլ, լավ եկեք այդպես անվանենք, էլի, սիրուն բառերով։ Ճիշտ չէր, լավ չէր։ Դրա համար իմ հարձակումը տեղի ունեցավ, ինչի համար։ Գնար կողքի, ինչի համար։ Ամբողջ խաղի ընթացքում ես որևէ ու այդտեղ միացավ իմ Ռուզաննան, դե հեսա կտեսնեք։ Ինչ կատարվեց այդ քայլից հետո, շարիկների խաղ եկավ։ Ու Ռուզաննան քանի մասնակից հանեց 6։ Ու ես հասկացա, որ ես եմ կոալիցիա ստեղծում, թե ում հետ եմ ֆինալ գնում, ասացի շնորհակալություն, ձեր խաղը ավարտված է։ Այդ կոնֆլիկտը նկարահանումներից հետո շարունակվեց։ Չէ, իմ մոտ չէ իհարկե, ես հիշաչար մարդ չեմ, ու ես այդքան ժամանակ էլ չեմ ունենում խորանամ, բայց մյուս մասնակիցների կողմից, ինչքան որ ես գիտեմ, շարունակվել է, հա, այնտեղ ինչ-որ կոնֆլիկտներ, ավելի լուրջ կոնֆլիկտներ են եղել, քան մեր այդ կոնֆլիկտը, որովհետև մենք դրանից հետո գրկեցինք իրար, սենց շատ ջերմ, ամեն ինչ օքեյ էր։ Դե այդ պահին այդպես արեցին, ես էլ իմ պատասխանը տվեցի։ Իսկ հիմա ինչ հարաբերություններ ունեք Հայդալեկի Լիլիթի հետ։ Դե կյանքում չենք հանդիպել, չենք շփվել, բայց որ տեսնենք հաստատ շատ լավ, ջերմ։ Բայց ես նկատել եմ, որ դուք միմյանց չեք հետևում։ Այո։ Խաղից հետո դա տեղի ունեցավ։ Չէ։ Վերջերս։ Լիլիթին ինձ unfollow էր արել, անկեղծ, չգիտեմ ինչի։ Ես շատ պատահական մտա տեսա, այնտեղ ուրիշ մասնակիցներ էլ ունեինք, ովքեր երկկողմանի unfollow-ին ինձ արել, շնորհակալ եմ գոնե դրա համար, բայց Լիլիթը unfollow-ն չհասկացա, ու ես անդադ ինչ-որ տենց կոմենտում եմ, սրտիկներ եմ դնում իրան, ինձ գլխի գցեցին, էլի, ասեցին մի հատ կնայես։ Ես նայեցի, ասեցի, լավ, օքեյ, բայց մենք շատ լավ ենք եղել, այսինքն Լիլիթ ինձ խաղերից հետո ոտքս վնասված էր, եթե հիշում ես, ինձ խաղերից հետո ճանապարհում էր տուն, իմ ճամպրուկը օգնում էր, հասցնում էր մինչև դռան մոտ, չգիտեմ, դե երևի ինչ որ էջ վարելու տակտիկայա կամ ձևայինը մարդը այլ ոլորտում աշխատում, երևի նորմալ է, բայց այնպես չի, որ մենք տենց կոնֆլիկտ չենք ունեցել։ Հայդալեկին ես եմ երկկողմանի unfollow արել։ Ինչու։ Այդպես, որովհետև եթե ես սպառող եմ Instagram-ի, ինձ դուր չեկավ իր անդրադարձները մի քանի։ Դրա համար երկկողմանի եմ unfollow, այո։ Թեմային։ Ես կարծում եմ, որ այդտեղ սուբորդինացիան մի փոքր չէր խանգարի, որը խախտվեց։ Ես էլ իմ առողջությունը չխախտելու համար ուղղակի շատ սիրուն երկկողմանի unfollow արեցի, որ ինքը իրան ված չզգա, որ ինքը ինձ հետևում է, ես իրան չէ, ես էլ չնեղվեմ իմ մասնագիտության համար։ Դու նաև ինքդ էլ անդրադարձել էիր այդ թեմային, ասելով, որ պետք չէ դերասանի եւ բլոգերի աշխատանքը խառնել իրար հետ։ Այո, պետք չի, որ ես եւ բլոգեր եմ եւ դերասանուհի եմ։ Ես կարծում եմ յուրաքանչյուր ոլորտում պետքա կոռեկտ լինել ու ես այդ միշտ ասում եմ, հիմա բոլորին է էլի վերաբերվում այնպես ինչ որ տենց իմ մասին եմ խոսում։ Յուրաքանչյուր բարի համար մենք պետքա պատասխանատվություն կրենք։ Երբ որ մենք չունենք այդ պատասխանատվության զգացողությունը, այդ լավ չի։
Այսօր իրականում մասնագիտական աշխատանքների առումով ամեն ինչ շատ խառնված է, որովհետև դերասանն էլ իր հերթին ամենատարբեր ոլորտներում է իրեն դրսևորում, երգում է, հաղորդում է վարում, բլոգեր է, զուգահեռ բլոգերներն էլ իրենց հերթին փորձում են իրենց դրսևորել այլ ոլորտներում։ Դա լավ է թե ոչ։ Աննա ջան, դերասանի համար բլոգեր դառնալը ես շատ լավ գիտեմ ինչի համար է այդպես, որովհետև ես ժամանակին ինքս այդ ճանապարհով անցել եմ։ Հիմա ավելի քիչ, բայց կային ժամանակներ, երբ նկարահանում էին միայն այն մարդկանց, ովքեր ունեին շատ ֆոլոներ, շատ դիտումներ, բայց դա էլ եմ ընկալում եւ հասկանում։ Եթե հիմա խոսեմ որպես պրոդյուսեր, բա պետքա ռեյտինգ ունենա, պետքա դիտողականություն ապավեն, չէ՞։ Դրա համար մարդիկ գնում էին եւ բերում էին բլոգերների, ովքեր նկարահանվում էին պրոյեկտներում, ավելի շատ դիտողականություն ապահովելու համար։ Եվ շատ դերասաններ սկսեցին բլոգ վարել, ես գիտեմ, որ դա ոչ բոլորին է հաճելի։ Ես շատ սիրում եմ։ Ինձ շատ է դուր գալիս, բայց մինչև ես դարձել եմ բլոգեր, գիտեք, իմ դերասան ընկերները ինձ ինչ օրն էին գցում, իմ ձևերն էին անում, ես կյանքում չեմ մոռա, ամենաառաջին հեյթը ես ստացել եմ դերասաններից որպես բլոգեր։ Բայց ես գիտեի ինչի համար եմ դա անում։ Բայց դա հիմա լավ է թե ոչ, որ մասնագիտությունները խառնում են իրար ու մի մասնագետը բոլոր ոլորտներում։ Լավ է միայն այն դեպքում, երբ օրինակ ես երգչուհի չեմ, չէ, կամ հաղորդավարուհի չեմ, բայց ես ուզում եմ վարել ինչ-որ մի հաղորդում, եթե իմ գիտելիքը չի հերիքում, ես վերցնում եմ գոնե կուրսեր, պարապում եմ, սովորում եմ, գնում եմ մասնագետների մոտ, ասում եմ ինձ հետ պարապեք։ Միայն այս դեպքում եմ ես ընկալում եւ ընդունում։ Կան բլոգերներ, ովքեր ուզում են նկարահանվել, անմիջապես ասում են ես կգնամ թատերական ինստիտուտ։ Այդ այնքան հավես, այնքան հաճելի է։ Այսինքն քեզ դուր չի գալիս, որ բլոգերները պարզապես իրենց հայտնիության շնորհիվ հայտնվում են հեռուստասերիալներում, նախագծերում։ Ինձ թվում է, այո, արդար չի մի քիչ արդար չի այն մարդկանց նկատմամբ, ովքեր իսկապես տարիներ են ներդնում այդ ամեն ինչի մեջ։ Ստանիսլավսկին ինչ-որ տենց խելացի բաներ ասել է այլ ժամանակին, գոնե բացում կարդում են։ Այդ հավես, այդ հաճելի է ու դու։ Բայց նույն կերպ օրինակ որ դերասանները սկսում են հաղորդավար դառնալ եւ հաղորդում վարել, իրենք չեն գնում, չէ՞, հատուկ հաղորդավարական կուրսերի։ Ուղղակի սկսում են վարել, որովհետեւ դե ասում են դերասան ենք, կարող ենք լավ խոսել։ Այո, բայց իրանք երկար տարիներ նախ առնչվում են, եթե ուզում են գնան այդ։ Օրինակ, եթե ամուսնուս օրինակ բերեմ, ինքը հանրայինում դուբլաժներ է անում։ Այդ շատ օգնում է։ Ինքը շատ մասնագետների հետ է շփվել։ Ինքը հիմա նայում է նյութեր։ Ինքը ամեն օր ինքը իր վրա աշխատում է։ Շնորհակալ եմ շատ Ռուզաննա, վերջում մնացին կարճ հարցեր, որոնք վերաբերում են քեզ եւ Վահանին։ Ով է ավելի մոռացկոտ, դու թե Վահանը։ Վահանը։ Ով է ավելի էմոցիոնալ։ Ես։ Ավելի թափթփված։ Վահանը։ Ով է ավելի տոքսիկ։ Վահանը։ Ով է ավելի ներողամիտ։ Վահանը։ Եվ ով է ավելի կռվարար։ Ես։ Տոքսիկը Վահանն է, կռվարարը դու։ Հա, ինքը որ միացնում է այդ իր տոքսիկ վիճակները, ես դառնում եմ կռվարար։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Այսպիսին է Ռուզաննա Մանուչարյանը Breakpoint-ի տաղավարում, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, թողնել մեկնաբանություններ եւ սպասել մեր հաջորդ հանդիպմանը։